Պարոն Ավանեսյան, նախ բավականին կոշտ կարգավորում է, նաև դուք ներկայացրեցիք, այսինքն ամբողջական սահմանափակում է, ըստ էության նաև մեր հանրության համար, եթե կարճ ներկայացնենք, դուք առաջարկում եք ձեր նախագծով, որ որոշակի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխկապակցված ընկերությունները ուղղակի պիտի չմասնակցեն գնումներին, ոլորտային կամ ընդհանրապես։ Լավ, հասկանալի է, հիմա միջազգային փորձ եք վկայակոչում, բայց ես կարծում եմ այսպիսի կոշտ կարգավորումների գնալու պարագայում դուք նաև տեղական իրավիճակի վերլուծում պիտի ձեր ձեռքի տակ ունենաք, որը չասեցիք, ես կուզենայի իմանալ ինչպիսի այդպիսի դեպքեր կան, այսինքն որ հիմա վրա հասավ այդ կարգավորման անհրաժեշտությունը այսպես այս կարգով, այսինքն փաստեր, դեպքեր, որոնք դուք վերլուծել եք եւ եկել եք այսպիսի շատ կոշտ խիստ կարգավորման անհրաժեշտության, որտեղ միջազգային փորձը, նաև դրական փորձը պետք է տեղայնացվի։ Ամեն ինչ չի, որ միջազգային դրական փորձով է եւ կարա դրական աշխատի աշխարհի ցանկացած երկրներում, ես պարզ ակսիոմատիկ ճշմարտություն ասեցի։ Սա մեկ, դուք նաև ձեր վերլուծությունների հակիրճ արդյունքները մեզ ներկայացրեք փաստի հիմքով։ Երկրորդ հարցը ես պարոն Թունյանի ասած տեսակետին երկրորդ մասով նաև ունեմ որոշակի մտահոգություններ, տեսեք դուք երբ որ արգելում եք ընդհանուր առմամբ պետական գնումներում մասնակցությունը, շատ առաջին հայացքից իբրև թե ամեն ինչ պարզ է, բայց ես ունեմ մտավախություն, որ այն ընթացակարգը, որ պիտի հատկորոշի, արդյոք այս կազմակերպությունը կոնկրետ այս օրենքում գրած անձի հետ փոխկապակցված է թե ոչ, այնքան բարդ է այդ ընթացակարգը։ Հիմա էլ դուք էլ որ ներկայացրեցիք, վստահ եմ, որ մեծամասնության համար պարզ չդարձավ, թե ոնց դա պիտի հատկորոշվի։ Այնքան անորոշ ու բարդ է այդ ընթացակարգը եւ այսպես բազմագործում, որ ես մտավախություն ունեմ, որ ռիսկերը հիմա էլ կտեղափոխվի այստեղ։ Այսինքն շատ սուբյեկտիվ ընկալման շատ սուբյեկտիվ, այսպես ասենք, ընկալման հնարավորություններ կա։ Հիմա մի դեպքում սա համարվի փոխկապակցված, մյուս դեպքում ոչ փոխկապակցված, ես չեմ ասում դիտավորյալ, առնվազն կարելի է ենթադրել, որ բարդ ընթացակարգեր գնահատման նշանակում է նաև պրակտիկայում գործադրման անորոշություններ եւ ռիսկեր։ Հիմա հարցս կարճ է, արդյոք դուք այդ ռիսկերը դիտարկել եք եւ չունեք այդ մտահոգությունը, որ գործնականում շատ հստակ դուք կկիրառեք եւ էֆեկտիվ մենք նաեւ գնահատումներ կունենանք, այսինքն չի տուժի հիմա էլ այս մի կողմը, որը որ սահմանափակման տակ է։ Շնորհակալություն։ Երբ որ մենք նայում ենք Հայաստանի Հանրապետությունում հիմնականում խնդիրները որտեղ են առաջանում, հիմնականում համայնքներում են նման խնդիրները առաջանում, հիմնականում համայնքապետերի տեղակալների մակարդակում, երբ որ իրանց հետ փոխկապակցված ընկերությունների հետ բազմաթիվ ու շատ ակնհայտ փոխկապակցված ընկերությունների հետ նույնիսկ ներգործող պայմաններով են խախտումներով պայմանագրեր կնքում, հետևանքը լինում է կամ որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դույժեր է կիրառում, այսինքն մենք նույնիսկ փաստացի դույժեր կիրառած ունենք Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև եղել են այլ դեպքեր, երբ որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձիկ գնումներին են մասնակցել, դրան եղել է հանրային արձագանք, հանրությունը անընդհատ դրա մասին խոսում է, եւ մենք լսում ենք նաև հանրությանը եւ հանրության պահանջին, քանի որ հարկատուն կարելի ասել մեր shareholder-ն է եւ ինքն է կանխորոշում, թե մեր քաղաքականությունը ոնց պետք է լինի։ Եվ բազմիցս եղել են դեպքեր, երբ որ մարդիկ իրենց, ասենք ասենք, առանց օրենսդրական կարգավորման որոշել են, որ իրենք այլևս չեն զբաղեցնելու այդ պաշտոնը եւ գնացել են զբաղվել են մասնավոր բիզնեսով կամ հակառակը իրանց հետ փոխկապակցված անձիկ այլևս գնումներում չեն մասնակցել։ Հետեւաբար, քանի որ մենք տեսնում ենք, որ կառավարությունը եւ ղեկավար կազմը հենց նաեւ նշված նույնիսկ առաջին մակարդակում նշված մարդկանց հետ կապված, եթե նման բաներ են լինում, գործողությունները հետևում են, մենք կարծում ենք, որ սա պրակտիկան, որը ոչ գրավոր պրակտիկա է, պետք է ուղղակի վերածվի ինստիտուցիոնալ պրակտիկայի, այսինքն արդյոք Հայաստանում Հայաստանի իրականության հետ ոչ մի կապ չունեցող պրակտիկա, մենք ընդհանրապես համաձայն չենք, որտեղ փաստացի մեր հանրությունը հենց սա էլ պահանջում է, եւ փաստացի կառավարությունը նման գործողություններ ոչ, ասենք ասենք, ուղղակիորեն օրենքով չպարտադրված
հա, բայց մորալ սկզբունքներից ելնելով իրականացրել է։ Հետևաբար կարծում ենք, որ պետք է սա ինստիտուցիոնալ ավելի լինի, որ չստացվի, որ մի դեպքում մի ձևով ենք անում, ուրիշ դեպքում ուրիշ ձևով ենք անում։ Երբ որ կանխորոշման մասին ենք խոսքը գնում, այդտեղ ճիշտ ասեմ, հեզանիվ չենք օրինել, գործել են նույն կարգավորումներն են կիրառել, որոնք վաղուց արդեն գործում են փոխկապակցվածության վերաբերյալ, հա, այսինքն մենք հանրային ծառայության մասին օրենքից ենք կարգավորում վերցրել, այն կարգավորումները, որոնցով գործում են, որոնցով վարույթներ իրականացվում են, որոնցով եզրակացություններ արվում են, որոնք դատարաններում իրանց ժամանակի քննությունը անցնում են, նույն կարգավորումներն են, այսինքն ես այդտեղ մի քիչ չեմ կարող համաձայնվել, որ ինչ որ բարդ բան ենք հնարել, որտեղ եթե բարդ լիներ, այս պահին այդ կարգավորումը չէր կարողանա գործել։